Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն, այսօր մենք փորձնական ճանապարհով ուսումնասիրելու ենք որոշակի քանակությամբ գազի ճնշման, ծավալի և ջերմաստիճանի փոխադարձ կախվածությունը։ Գազային օրենքները հաստատուն պահելով այդ 3 պարամետրերից մեկը սահմանում են մյուս երկուսի փոխադարձ կապը։ Իսկ այդ հարցում մեզ կօգնի Գագիկը։ Ողջույն Գագիկ։ Ողջույն Լիաննա։ Շարլի օրենքը հաստատուն ծավալի պայմաններում որոշակի քանակով գազի ճնշումը ուղիղ համեմատական է նրա ջերմաստիճանին։ Եթե V-ն հավասար է կոնստանտ, ապա P-ն բաժանած T-ի հավասար է կոնստանտ։ Այսինքն հաստատուն պահելով ծավալը, քանի անգամ մեծացնենք գազի ջերմաստիճանը, այդքան անգամ կմեծանա նրա ճնշումը։ Գեյ-Լյուսակի օրենքը հաստատուն ճնշման պայմաններում որոշակի քանակով գազի ծավալը ուղիղ համեմատական է նրա ջերմաստիճանին։ Եթե P-ն հավասար է կոնստանտ, ապա V-ն բաժանած T-ի հավասար է կոնստանտ։ Այս դեպքում արդեն հաստատուն պահելով ճնշումը, քանի անգամ մեծացնենք գազի ջերմաստիճանը, այդքան անգամ էլ կմեծանա ծավալը։ Բոյլ-Մարիոտի օրենքը հաստատուն ջերմաստիճանի պայմաններում որոշակի քանակով գազի ծավալը հակադարձ համեմատական է նրա ճնշմանը։ Եթե T-ն հավասար է կոնստանտ, ապա P անգամ V-ն հավասար է կոնստանտ։ Իսկ ահա այս դեպքում, երբ հաստատուն է մնում գազի ջերմաստիճանը, որքան անգամ փոքրացնենք ծավալը, այդքան անգամ կմեծանա ճնշումը։ Ահա եւ մենք այսօր փորձնական ճանապարհով ուսումնասիրելու ենք հենց այս օրենքը։ Հաստատուն պահելով ջերմաստիճանը, ուսումնասիրելու ենք ծավալի ու ճնշման փոխադարձ կապը։ Փորձն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է գազային օրենքի սարք։ Սարքը տեղադրված է մետաղական հիմքի վրա։ Վրան տեղադրված է ճնշաչափ եւ էլեկտրոնային ջերմաչափ։ Օգտագործվում է Բոյլ-Մարիոտի օրենքը ցուցադրելու համար։ Աղյուսակ՝ փորձից ստացված տվյալները եւ հաշվարկները գրանցելու համար։ Հաշվիչ, թուղթ եւ մատիտ։ Փորձը սկսելուց առաջ աշխատանքային սեղանից պետք է հեռացնել ավելորդ իրերը։ Ստուգել փորձի համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների ու նյութերի առկայությունը։ Գազային օրենքի սարքը պետք է տեղափոխել զգուշորեն, այն չվնասելու համար։ Ուշադիր լինել սեղմված գազի փականը բացելիս։ Այն կարող է լինել բավականին մեծ ճնշման տակ։ Տեղադրենք գազային օրենքի սարքը սեղանին։ Միացնենք գազային սարքի էկրանը, որի վրա գրված է ջերմաստիճանի արժեքը։ Պահոցի մեջ կա որոշակի քանակությամբ գազ, տվյալ դեպքում օդ։ Մենք փորձի ընթացքում մխոցի օգնությամբ փոքրացնելով գազի ծավալը, հետևելու ենք ճնշման փոփոխությանը։ Փակենք գազի հոսքի փականը, գլանում գազի քանակությունը հաստատուն պահելու համար։ Գրանցենք գազի ջերմաստիճանի, ճնշման և ծավալի արժեքները աղյուսակում։ Սարքի վրա 0 դիրքը ցույց է տալիս սարքի ներսում և դրսում մթնոլորտային ճնշման հավասարությունը, որը մոտավորապես կարող ենք ընդունել 1000 հեկտոպասկալ։ Դանդաղ պտտելով մխոցի բռնակը փոքրացնենք գազի ծավալը։ Պետք է պտտել դանդաղ, որպեսզի գազի ծավալի փոքրացմանը զուգընթաց ջերմաստիճանը չփոխվի։ Հետևենք ջերմաստիճանի ցուցմունքին, այն պետք է մնա հաստատուն։ Ծավալի որոշակի փոքրացումից հետո գրանցում ենք գազի ջերմաստիճանի, ճնշման և ծավալի նոր արժեքները աղյուսակում։
Շարունակում ենք նույն ձևով փոքրացնել գազի ծավալը եւ գրանցել արդյունքները։ Կատարված փոփոխությունից հետո աղյուսակում գրանցում ենք ճնշման, ծավալի եւ ջերմաստիճանի նոր տվյալները։ Ավարտում ենք փորձի առաջին փուլը։ Հավաքենք սարքերը, տեղադրենք համապատասխան դարակներում եւ անցնենք տվյալների մշակման եւ վերլուծության փուլին։ Ստացված տվյալների հիման վրա լրացնենք աղյուսակի վերջին սյունակը։ Ըստ աղյուսակային տվյալների կառուցենք գրաֆիկ, ճնշման եւ ծավալի միջև կապը տեսանելի դարձնելու համար։ Համեմատելով վերջին սյունակի տողերում գրանցված P անգամ V գազի ճնշման եւ ծավալի արտադրյալի արժեքները, նկատում ենք, որ այդ թվերը գրեթե նույնն են։ Աղյուսակի երկրորդ սյունակը ցույց է տալիս, որ գազի ջերմաստիճանը հաստատուն է մնացել, իսկ վերջին սյունակը, որ հաստատուն է նաև մնացել գազի ճնշման եւ ծավալի արտադրյալը։ Քիչ ավելի շեղումներ նկատելի է առաջին տողի հետ համեմատած։ Դա մեզ հուշում է, որ փորձի ընթացքում ունեցել ենք որոշակի անճշտություններ, հավանաբար կապված չափումների, սարքի հերմետիկության ապահովման, ջերմաստիճանի փոքրիկ տատանումների եւ այլ տեխնիկական պայմանների հետ։ Ուսումնասիրենք մեր կառուցած գրաֆիկը։ Ինչպես տեսնում ենք, այն արտահայտում է գազի ծավալի եւ ճնշման միջև եղած հակադարձ համեմատական կախումը։ Որքան անգամ մեծացնում են գազի ծավալը, այնքան անգամ փոքրանում է նրա ճնշումը, կամ որ նույնն է, եթե ասենք, որ գազի ճնշման եւ ծավալի արտադրյալը հաստատուն է։ Մենք փորձնական ճանապարհով համոզվեցինք Պոյլմարիոտի օրենքի ճշմարտացիության մեջ։ Հաստատուն ջերմաստիճանի պայմաններում որոշակի քանակով գազի ծավալը հակադարձ համեմատական է նրա ճնշմանը։ Եթե T-ն հավասար է կոնստանտ, ապա P անգամ V-ն հավասար է կոնստանտ։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։